Քաղաքական կյանքում մարիխուանայի մասին ամենաշատը խոսել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա բարձրացրել է մարիխուանայի օրինականացման հնարավորությունները, նշելով, որ մարիխուանայի օրինականացման հարցը Հայաստանում վաղուց հասունացած թեմա է, որը պետք է դուրս բերել ստվերից, դարձնելով այն ավելի վերահսկելի եւ քաղաքական վերահսկողության ներքո։ Ըստ Սիմոնյանի, ներկայում մարիխուանայի ապօրինի շրջանառությունը ոչ միայն գոյություն ունի, այլև ուղեկցվում է տարբեր քրեական ռիսկերով, այդ թվում անորակ կամ լաբորատոր պայմաններում փոփոխված նյութերի տարածմամբ, որոնք կարող են լուրջ վնաս պատճառել առողջությանը։ Նա շեշտել է, որ օրինականացումը հնարավորություն կտա ոչ միայն վերահսկել այդ շրջանառությունը, այլ նաև դուրս բերել թեման տաբուի դաշտից, ստեղծելով բաց քննարկման միջավայր։ Սիմոնյանը նաև անկեղծացել է, որ ինքը փորձել է մարիխուանա, բայց երբեք չի օգտվել ավելի ծանր կամ սինթետիկ թմրանյութերից։ Այս հայտարարությունն իր մեջ առունակում է նաև մի կարևոր ենթատեքստ։ Քաղաքական գործիչը փորձում է քանդել այն կեղծ համոզմունքը, թե մարիխուանայի օգտագործումը անպայման տանում է ավելի վտանգավոր թմրանյութերի օգտագործման։